Տաշիր կապիտալը մի անգամ մերժվելուց հետո պատրաստվում է նորից ՀԾԿՀ տանել հոսանքն էժանացնելու առաջարկը։ Ընկերությունում վստահ են, որ նախընտրական շոու է բեմադրել Փաշինյանը հոսանքի գնի շուրջ։ Հիմա մերժում է Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին գնիչեցման առաջարկը, որ ընտրություններից առաջ ինքն իր անունից գին իջեցնի, անուղղակի կաշառք տալով ընտրողներին։ Որովհետև եթե հետը գնար սակագների իջեցմանը, դա բնականաբար հանրության մոտ դրական արձագանք կունենար։ Խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, Սամվել Կարապետյանին պատկանող էներգետիկ կառույցի շուրջ կատարվողը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Այնպես չէ, որ հետցում ՔՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանի կառավարիչ դառնալուց հետո հոսանքի մատակարարումներն իդեալական են դարձել, բայց ՔՊԱ-ականների խնդիրն է ձևացնել, թե իրենք ընտիր են կառավարում։ Բեմադրվեց հեցի ազգայնացման, իսկ ավելի շուտ հեցի ռեկետի արարը, թատրոնը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման այլ անդամներ ֆլեշմոբ են սկսել կոչանելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հենց հիմա իջեցնել սակագինը։ Ընկերներ ջան, Տաշիր ընկերությունների խմբի կողմից հոսանքի գինը նույն ինքը լույսի փողը էժանացնելու առաջարկը դեռ հունիսին արված առաջարկը կառավարությունը մերժել է։ Եկեք միասին այս հարցը բարձրացնենք եւ պահանջենք դրա լուծումը։ Իջեցրու սակագինը, Մեսրոպյան։ Ըստ փորձագետների անկախ համարվող հանձնաժողովի նախագահ նախկին ՔՊԱ-ական Մեսրոպ Մեսրոպյանը համալրել է այն պաշտոնյաների ցանկը, որոնք ուղիղ հրահանգ են ստանում Նիկոլ Փաշինյանից։ Այն ուժերը, որոնք ժամանակին աչքերը փակ աջակցում էին, գովերքում էին հայկական ժողովրդավարությունը, հիմա տեսնում են, որ այդ ճերմակ ժողովրդավարության մեջ արդեն ոչ թե գորշ, այլ սև բծեր եւ հաստ բծեր են առաջացել։ Առաջապես լսել են, չէ՞ որ մարդը վերակենում ասում է կառավարությունը ես եմ։ Դա ինչ է, եթե ոչ սահմանադրության բռնաբարում։ Կառավարությունը ես եմ։ Սահմանադրության բռնաբարություն Հայաստանում չի տեսել կարկառուն ՔՊԱ-ական Արսեն Թորոսյանը։ Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Ես ներկա չեմ եղել այդ բռնալուն, ճիշտ ասած չեմ տեսալ, եթե ոնց են գործողություն իրականացնում մեր օպերատիվ ծառայությունները, կարծում եմ իրանք էլ ունեն ստանդարտներ այդ ամենը չանելու համար։ Չի տեսել Թորոսյանը այս կադրերը։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին արտահայտած կարծիքի համար ասֆալտին փռելով են բաժին տարել դիմակավոր ուժայինները։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։